պետք է մասնակցի ընտրությունների, ով ոչ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, եւս մեկ հարց, ես գիտեմ շատ այգեգործների, ովքեր որ վարկով այգիներ են կառուցել, բայց ստիպված քանդել են, որովհետեւ կարկուտը ամբողջ բերքը փչացրել է ու տարիներ շարունակ կարկուտի փոխհատուցում չի լինում, մարդիկ անելանելի վիճակում են։ Այ երբ որ բնությունը աղետներ է բերում, դուք ինչպես եք պատրաստվում։ Այդ հարցին պարոն Նացականյանը կպատասխանի, մեր կարծիքը համ այդ ուղղությամբ, համ ապահովագրության ուղղությամբ ես հետագայում կավելացնեմ։ Բարև, ես իրականում գյուղացու այգի քանդելու պատճառը միայն կարկուտը չի կարող լինել, որովհետև կարկուտը մի քանի տարի մեկ է լինում, կամ բազմաթիվ պատճառներ։ Առաջինը ինտենսիվ այգիների ճիշտ սխալ կազմակերպումն է եղել այսքան տարիների ընթացքում պետական այդքան միջոցների ներգրավումից հետո նորմալ բերք չստանալու հետևանք է։ Դա պետական այդ արժեշղթայի կազմակերպման լուրջ բացթողումներ է, ինչը բերել է նրան, որ շատ այգիներ սկսել են շահույթով չաշխատել, եւ ֆերմերը տեսնելով, որ իր այգիները շահույթ չեն ապահովում, ստիպած սկսել են քանդել։ Նաև խաղողի մթերման խնդիրները կային ժամանակին, որ հիմա որ ասում են ամբողջությամբ ընդունվում է, արդեն կարողանում են ամբողջությամբ մթերումը ապահովել, իրականում բավականաչափ այգիներ քանդեցին եւ խաղողի բերքը, իրական բերքը բավականին պակասեց, ինչը որ հիմա ցույց են տալիս ամբողջովին մթերվում է, դա այն ժամանակ ավելի մեծ այգիների պարագայում չէին ասում, հիմա այգիների քանակը պակասել էր եւ կարողանում են։ Եվ դրա համար պետական ճկուն քաղաքականություն է պետք, առաջինը, ոնց ասեցիք, ճիշտ ապահովագրության համակարգն է պետք։ Ֆերմերի հետ ճիշտ աշխատանք է պետք, համապատասխան սորտերի ընտրություն, օրինակ սեղանի խաղողի հետ կապված բազմաթիվ սորտեր կան, որ պիտի պետությունը աջակցի, որպեսզի ֆերմերը բերի, որովհետեւ ֆերմերները չգիտեն ինչ սորտեր կան աշխարհում, որ սորտերն են պահանջված, որ սորտերը մեր երկրում լավ կաճի, եւ այդ ընդհանուր արժեշղթան փակելու դեպքում բոլոր այգիները եւ ցանկացած գյուղատնտեսության ոլորտ կարող է դառնալ շահութաբեր, քանի որ մարդկությունը ինչքան բազմանում է, ինչքան շատանում է, սննդի պահանջարկը մեծանում է։ Շնորհակալություն։ Կարելի է մի հարցել։ Լսում եմ։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանն ասել է, որ ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություն է։ Ինչպես կարող է Հայաստանը շրջանցել տարածաշրջանային ներկայիս ռիսկերը եւ դրանք վերածել տնտեսական օգուտի։ Տեսեք, ինչ խնդիր մենք ունենք։ Ժամանակին 1979 թվականին, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն եւ հետագայում տեղի ունեցավ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ կապված հայտնի process-ներ այնտեղ, սանկցիաներ դրվեցին Իրանի վրա ու այդ ժամանակ սկսեց աճել մի տերություն, մի պետություն Իրանի կողքը, Օրմուզի ջրանցքից այն կողմ։ Դա Արաբական Միացյալ Էմիրություններն էր, այսօր Աբու Դաբի, Դուբայ, որոնք սկսեցին աշխատել, դառնալ ֆինանսական կենտրոն իրանական առևտրի եւ աշխարհի միջև։ Միացյալ Էմիրությունները օգտագործեցին այդ շանսը։ Այս պահին մեր հարևան բարեկամ Իրանը ունի խնդիրներ, բայց մեր բարեկամ Իրանը ունի աշխարհում երկրորդ կամ երրորդ նավթային պաշարը, ունի աշխարհում բավական լայն պաշարների հնարավորություն, հումքային առումով շատ լավ հումքային երկիր է։ Մեր երկիրը որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, որին մենք տանելու ենք այդ ճանապարհով, օգտագործելու է, օգնելու է եւ գնելու է Իրանից հումքերը, վերամշակելու է Հայաստանում եւ մրցակցային ավելի լավ պայմաններով արտահանելու է, քանի որ իրանական հումքերը համեմատական ավելի էժան են լինելու, քանի որ բացի մեզանից, բացի սահմանակից երկրներից շատ քիչ երկրներ են գնելու։ Թույլ տվեք մի հատ հարցի շարունակությամբ եւս տարածաշրջանային սրացումների ֆոնին որքանով են արդյունավետ իշխանությունների արձագանքը անվտանգային այդ մարտահրավերներին եւ արդյոք սա համարժեք անդրադարձ է ստեղծված իրավիճակին։ Արձագանք էր մեր իշխանությունները, մանավանդ ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էր գնում Իրանում տեղի ունեցող process-ների, նաև մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը բավական լուրջ, պարոն վարչապետը եւ պարոն ազգային ժողովի նախագահը լուրջ գործերով են զբաղված Իրանի վրա հարձակման պահին,
վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխանները ավելի են լավացնում մեր երկրի վիճակը եւ նաեւ լայվի ընթացքում արտաքին գործերի նախարարին հարցումներ անել կիսատ էմոցիաներով, ժպիտով, տխուր դեպքերի հետ կապված բավական կօգնի, ինձ թվում է, մեզ մեր արտաքին քաղաքականության մեջ ապրեն։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն, եթե ավելացնելու բան ունեք։ Հայրենակիցներին դիմել, ովքեր բնակվում են մեր հայրենիքի գեղատեսիլ անկյուններում, գյուղերում։ Հայաստանը ներկա է լինելու գյուղերում, Հայաստանի պետությունը ներկա է լինելու գյուղերում, ապահովելու է կայուն մթերում, ապահովելու է կայուն գյուղատնտեսություն եւ ֆինանսական այս դժվարությունները, որ դուք ապրել եք 35 տարվա ընթացքում, մնալու են անցյալում։ Իհարկե, բոլորիս աշխատանքի արդյունքում, դա չի լինելու մի օրում, չի լինելու մի ամսում, լինելու է տարիների աշխատանք, բայց դրան մենք հասնելու ենք հաստատ, որովհետև Հայաստանը այս տարածաշրջանում ունիկալ բնակլիմայական գոտի է, որի ապրանքը, ձեր աճեցրած ապրանքը պահանջված է հյուսիսում էլ, հարավում էլ։ Շնորհակալ եմ։ Ընկերներ, շնորհակալություն։